Բարև ձեզ, Երևան Today հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք գործարար ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Հարություն Նացականյանին։ Բարև ձեզ, պարոն Նացականյան, շնորհակալ ենք հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Նացականյան, իշխանությունների հակառուսական քաղաքականության արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, որ Ռուսաստանը արգելեց Հայաստանից մի շարք ապրանքատեսակների արտահանումը, որոնց մեջ գերակշռում է գյուղմթերքը։ Ինչ կարծիք ունեք այս մասին, ինչպիսի բացասական եւ դրական հետևանքներ սա կարող է ունենալ, եթե իհարկե դրականը կա։ Իրականում իշխանությունը հակառուսական քաղաքականություն ընդհանրապես չի վարել։ Իրականում իշխանությունը վարել է հակահայկական քաղաքականություն։ Հակառուսական քաղաքականություն 2008-ից հետո վարում էր Վրաստանի Հանրապետությունը, որը լինելով Ռուսաստանի հետ լուրջ կոնֆլիկտային պետություն, տարածքային խնդիրներով հանդերձ, նա իր առևտուրը ընդհանրապես որևէ ձևով չվնասեց ի հաշիվ այլ գործոնների եւ առ այսօր Ռուսաստանի հետ իր առևտրային հարաբերությունը զարգացնում է, լինելով խնդրահարույց Ռուսաստանի հետ տարբեր տարածքային պահանջներ ունենալով հանդերձ եւ որևէ ձևով իր երկրի միջին վիճակագրական քաղաքացիները եւ գործարարները չտուժեցին։ Իսկ մեր իշխանությունը վարում է հակահայ քաղաքականություն, որովհետեւ նման մոտեցումը, երբ որ դու գերտերության հետ այնպես ես վարվում, որ քո ամբողջ գյուղատնտեսական արտադրանքն է փակում եւ դու այս իշխանություն գալուց 8 տարվա մեջ առավելապես մեծացրել ես կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից։ Եթե մինչև 18 թվի ցուցանիշներ տեսնենք եւ հիմա առևտրային ցուցանիշներ տեսնենք, կտեսնենք մենք ավելի շատ ենք կախվածության մեջ ընկել Ռուսաստանից, քան առաջ։ Ու այդ ամբողջը քո ապաշնոր քաղաքականության դիվանագիտության հետևանքով ամբողջ սահմանը փակում է եւ քո գյուղմթերքը մնում է օդի մեջ, դա ոչ այլ ինչ է, քան հակահայկական քաղաքականություն։ Այ արժևում որ գյուղմթերքի արտահանման սեզոնն է, որտեղ ինչ խնդիրների առաջ կկանգնի գյուղացին։ Տեսեք, ջերմատնային տնտեսությունները կարծես սեզոնը փակում է արտահանման եւ գալիս էր արդեն պտուղների տարբեր տեսակի մշակաբույսերը եւ պլյուս սպիրտային խմիչքները, որ մշտական է, ամբողջ տարի նույն ցիկլով է գնում։ Եվ հեսա պետք է սկսեր ծիրանի, դեղցի, նեկտարինի, սալորի, կերասի արտահանումը, պլյուս դրան ամբողջ տարվա կտրվածքով ծաղիկի արտահանումը պիտի լիներ, այդ ամբողջապես փակվեց եւ այդ արտահանման ծավալները հասել էր մոտավորապես կարծեմ, չեմ հիշում կոնկրետիվ, բայց 1 միլիարդ դոլարից ավել էր։ Եվ այսօր սահմանը փակվելով մենք ունենք լրջագույն խնդիրներ, թե վերամշակողների, թե արտադրողների, թե գյուղացիների, թե գյուղատնտեսների, բոլոր այս ամբողջ ոլորտը կարելի ասել կաթվածահար է եղել։ Ու այսօր այդ պաթետիկ հայրենասիրության sense նոտաները, զեղումները մտցնում են, ինչ որ բան են ուզում ցույց տալ, մարդ չի հասկանում, էլի ուղղակի սովորական մտածող մարդու համար սա առնվազն ծիծաղելի է իրենց պահվածքը։ Կառավարությունը ասում էր մենք կսուբսիդավորենք, կտանենք Եվրամիություն, այնտեղ մի 5500 հատ վարդ տարան Լատվիա։ Մի հատ էլ 9700 հատ ծաղիկ տարել են Ուկրաինա, 9700 հատ, որ դա վերածես դոլարի, հաշվենք 10000 դոլար, լավ 20000 դոլարի ծիրան, 1 միլիարդ արտանումը փակել են, ուրախանում են 10000 դոլարի ծաղիկ խանելով, որ կարող են այնտեղ տանել ոչինչ չասեն։ Լավ իշխանականները կեժանանա այստեղ տեղացիները կօգտվեն։ Ծայրահեղ դիլետանտ մոտեցում է, ծայրահեղ դիլետանտ նման արտահայտություն անելու համար, որովհետև մեր մոտ այդքան 170,000 տոննա գյուղմթերք, որ արտահանվում էր, այդքան տեղական շուկայում ոնց է սպառվելու։ Դու հասկանում ես իրան գյուղացիական տնտեսությունների վիճակը, հասկանում են մարդկանց այն գործարարների վիճակը, որ միլիոնավոր դոլարներ են ներդրել, որ ջերմատնային տնտեսություններ սարքեն եւ գործունեություն ծավալեն։ Ու իրենց նույնը, որ ասում են, հիմա էլ ասում են, կարծեմ 4 միլիարդ դրամի չափով սուբսիդիաներ պիտի տան, 4 միլիարդ դրամը 10 միլիոն դոլարը արտանում է 1 միլիարդ դոլար, այսինքն այդ 10% ընդհանուր ծավալի 1%-ի չափ սուբսիդիան այդ ինչ բաց պիտի կարողանա փակի։ Հա, բայց հենա ելակը սուբսիդավորեցին։ Ինչ ա եղավ։ Ինչ փոխվեց։ Ինչքան տվեցին կիլոին 800 դրամ։ Հա, կիլոին 800 դրամ տվեցին, դա ինչ փոխեց։ Չժանացավ, բա ժողովուրդը չօգտվեց։ Չէ, չի ժանացել, ու ասեմ ավելին, խանութներում էլ չի ժանանում, հենց այդ է, այսօր ուրեմն ես անդադ սուպերմարկետներն եմ նայում եւ արտադրողների հետ եմ խոսում, արտադրողները լոլիկ արտադրողները ասում են 200 դրամով չեն կարողանում հանձնել, բայց խանութներում 600 դրամից պակաս լոլիկ չկար մինչեւ այս պահը։ Այսօր ես առաջի անգամ City-ում տեսա, որ ակցիայով 280 դրամ ջերմատնային լոլիկ կար։
Այն էլ մի տեսակը մնացած էլի գները չի փոխվել։ Այսինքն նաև էս էլ է պետության բաց թողում, որ ֆերմերը չի կարողանում նորմալ գնով իրացնի, բայց սուպերմարկետում էլ սովորական հասարակ սպառողը էլի գնում է թանկ գնով։ Այսինքն այսպես թե այնպես դժում են եւ միջավայրական քաղաքացին եւ արտադրողը։ Բայց այստեղ որտեղ է թաղվաշան գլուխը։ Դրա համար ուսումնասիրություն է պետք անել, հասկանալ ոնց է այսպես տեղի ունենում։ Եթե ենթադրենք նույնիսկ այդ արտահանման դադարեցման պարագայում գյուղմթերքի էժանանա ու քաղաքացիների համար օգտվել է հեշտ լինի, գյուղացին արդյոք չի դադարի մշակել։ Գյուղմթերքը էժանանալը դա բացառապես ի վնաս ֆերմերային տնտեսությունները լինելու եւ այդ ֆերմերային տնտեսությունները, որ ձախող են, հաջորդ տարի չեն կարողանալու։ Երբ որ մնացին վարկային ծանր բեռի տակ ու չկարողացան դուրս գալ, կկորցնեն ամեն ինչ։ Սա նորմալ իշխանություն է երկրի կհասկանար ու գոնե նման ոչ պրոֆեսիոնալ արդարացում դիտարկում իրավունք չեր ունեն անել, որտեղ նման արտահայտությունը դա ոչ այլ ինչ է, քան ծայրահեղ ցինիզմի դրսևորում։ Օրինակ Եվրամիության ներկայացուցիչ Մարթա Քոսը երեկ կարծեմ հայտարարեց, որ կաջակցեն, կսուբսիդավորեն, կֆինանսավորեն, որպեսզի Հայաստանի առևտուրը հարևան երկրների եւ Եվրոպայի հետ դյուրացնեն։ Սա իրատեսական է։ Տեսեք, ասել էր, կարծեմ $50 միլիոն մասին է խոսքը։ 1 միլիարդի մեջ էլ 5% դա։ Ինչ է փոխում։ 95% քո գյուղմթերքը փչանում է։ 95% գյուղացիական տնտեսություններ հայտնվում են կոլապսի առջև։ Ինչ է փոխելու։ Կամ ես միշտ ասել եմ, հիմա էլ կասեմ, այս Եվրամիությունն այնպես չի, որ մեր արտադրողները Եվրամիության տեղը չգիտեին միջայդ ու հիմա նոր պիտի փորձեն։ Եվրամիություն արտանելը բավականին դժվար է։ Եվրամիությունում ահավին մրցակցային վիճակը շատ բարձր ցուցանիշի վրա է։ Օրինակի համար ասեմ, Իսպանիայում գինին ջրից ավելի էժան է։ Ես լուրջ եմ ասում, կատակ չեմ անում։ Եթե Իսպանիայում ապրող ծանոթ ունեք հարցնեք, նրանք էլ կփաստեն, որ կա գինիներ, որոնք երբեմն ջրից էժան են լինում։ Դու քո սպիրտային 108 միլիոն շիշ սպիրտային խմիչքեր արտանում, այդ 108 միլիոն սպիրտ, այդ որակապես աշկի չընկնող սպիրտային խմիչքը Եվրոպայի նման այդքան սպիրտային խմիչք ունեցող երկրում ոնց է իրացնելու։ Ոնց ես փորձելու վաճառք անես։ Գյուղմթերքի հետ կապված նվազագույնը 10 օր պետք է այդ եւ մեր հայկական գյուղմթերքը լավագույն պայմաններում 10 օրում նոր հասնում է Եվրամիության երկրներ։ Այդ ելակը ոնց կհասնի։ Կամ թութը ոնց կհասնի։ Լավ, թութը ենթադրենք օթային բեռնափոխադրումով թութը քիչ է մեզ մոտ։ Լավ, հասավ։ Եվրամիության ենթադրենք աշանը ուզում է շատ մեծ քանակություն։ Մի անգամից ու մի վաճառողի հետ է ուզում կապ հաստատի։ Մեր մոտ այդ կոնսոլիդացիան չկան, մթերման կայանները չկան։ Այդ գյուղացիները ամեն մեկը պիտի աշանի ամեն մասնաճյուղին ենթադրենք 5 կիլոյով թութ ուղարկեն կամ 50 կիլոյով թութ ուղարկեն, ոնց են պատկերացնում իրանք։ Եթե այդ համակարգը չկա, ամբողջությամբ այդ արժեշղթան չկա, իրանք այդ արտանում ոնց, հեսա մի 2-3 բեռնատար կտանեն այնտեղ, հետո գլուխ կգովան, էդի կնկարեն, ցույց կտանք, ասեմ, շո մենք հարցը լուծեցինք, ու այդ հարցը տենց էլ կմնա։ Լավ, ինչ անի այս պարագայում գյուղացին։ Գյուղացու ախր այս պարագայում գյուղացու ձեռին ոչինչ չկա, ոչինչ, որ գյուղացու ձեռը ինչ որ հնարավորություն լիներ, տարբերակ լիներ, ես կխոսեի, կհուշեի կամ ինքս կփորձեի աջակցել կամ ինքս ինչ որ բան կփորձեի, բայց գյուղացու որևէ հնարավորություն չունի որևէ գործառույթ իրականացնելու։ Դա բացառապես պետության, կառավարության ուսերին է։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ միակ տարբերակը այնուամենայնիվ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է եւ ռուսական շուկայի հետ այդ Վրաստանը չի կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները, բայց ռուսական շուկայում նորմալ իրան կարողանում է լավ զգա եւ ապրանքներ մատակարարի։ Դա կառավարության չի ստացվում։ Բացարձակ ապիկարության հետևանք այն ինչ որ կա։ Թող այդ հարցը լուծեն, բայց իրանք հենց դրա համար են, իրանք հարց լուծելու համար են, իրանք պարգևավճար ստանալու համար չեն եկել, կրուիզների համար չեն եկել, շրջագայությունների, սելֆիների համար, ընդդիմությանը ամեն ասոր ընդդիմությանը վիրավորելու համար չեն եկել իշխանության, էլի։ Տեսել եք աշխարհում մի երկիր, որտեղ իշխանությունները առավոտից իրիկուն խոսում են ընդդիմության մասին, իրանց գործը թողած, երևի չկա։ Դե մենք բացառություն պետք է լինենք, չէ՞, ինչ որ բանով։ Լավ, արդյոք այս ամբողջ քաղաքականությունը միտված չէ հայկական տնտեսությունը
Ադրբեջանից եւ Թուրքիայից կախման մեջ գցելուն, որովհետեւ շատ են չէ խոսում, որ հեսա սահմանները կբացենք, առևտուր կանենք Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ։ Սահմանը բացեցինք, առևտուրը սկսեցինք անել Թուրքիայի հետ։ Թուրքիան այնպիսի գյուղատնտեսական քաղաքականություն է իրականացնում, որ թուրքական գյուղմթերքը բավականին ինքնարժեքով ցածր է հայկական գյուղմթերքից։ Դա չի լինի առևտուր, դա կլինի թուրքերից գնում գյուղմթերք ու տեղական գյուղատնտեսության ոչնչացում։ Կաթվածահար անել։ Նույնը լինում է Ադրբեջանից չի լինի գնել գյուղմթերք, կլինի ոչնչացում կաթվածահար անել։ Հայկական շուկա։ Այս է իրականությունը։ Առևտուր դու չես անելու, դու անելու ես գնումներ, բացառապես գնումներ։ Դու որևէ բան չունես վաճառելու իրանց։ Եթե բնականաբար Ադրբեջանն էլ Թուրքիան էլ ձեռք կտան մի ամբողջ 3 միլիոնանոց պետք է շուկա է բացում իրենց առաջ, իրանք հաճույքով կվաճառեն, իրանք էլ լավ կզգան։ Այսինքն այդ պարագայում մենք ունենում ենք փաստացի մեր տնտեսության նվազում, բնականաբար ի հաշիվ հարևան երկրների ապրանքատեսակների, ավելի էժան, ավելի մատչելի ապրանքատեսակների։ Էս է։ Հասկացելի է, ըստ ձեզ ինչպես պետք է լուծվի այս խնդիրը, կառավարության անելիքը, ինչ պետք է ինքը հիմա անի, գյուղացուն փաստի առաջ չկանգնեցնելու համար։ Այս իր ապիկար քաղաքականության իրականացումը նախ պետք է գյուղատնտեսության ոլորտում շուկայի դիվերսիֆիկացման մասին մտածեր։ Դրա համար մի քանի քայլեր էին անհրաժեշտ այս 8 տարիների ընթացքում, ինչի մասին ասեմ ձեզ բազմիցս բարձրաձայնվել է։ Անձամբ մի իջ եթերներով խոսացել եմ։ Առաջին ապրանքի արտադրության հետագծելիություն պիտի հաշվեն այսպես ստանան, որ ցանկացած արտադրվող ապրանք կարողանաս գնալ հասնել միջև աննախասկզբնական կետը եւ հասկանաս ինքը ինչ թունաքիմիկատներ, ինչ պարտանյութեր է օգտագործել եւ որոնք են Եվրամիության չափանիշներին համապատասխանող, ինչ քանակ է օգտագործվել, որպեսզի հասկանաս մրցունակա թե չէ։ Այդ հետագծելիությունից հետո դու սերմնաբուծարաններ ու սելեկցիոն կայանները դի զարգացնես, որ տեղային հարմարված սորտեր ստանաս, բերքատու սորտեր ստանաս, որ ավելի որակով սորտեր ստանաս, որ ավելի մրցունակ լինի, միջազգային շուկայի տենդենսներին պիտի հետևես։ Երրորդ քո սննդի անվտանգության տեսչական մարմինը այնպիսի լաբորատորիաներով պիտի վերազինես, այնպիսի համակարգ պիտի մտցնես, որ ոչ ոք ռիսկ չանի որևէ ընդհանրենք արգելված նյութ չափից ավել օգտագործի կամ պակաս օգտագործի կամ սխալ օգտագործի։ Պլյուս միջազգային շուկայի ուսումնասիրություն եւ քո ֆերմերային տնտեսությունների հետ կոնտակտի մեջ մտնելով, անդադ դու իրեն հուշես տարբեր գործիքակազմով, տարբեր տիպի խրախուսանքի, հարկադրանքի մեթոդներով, իրանց ուղղորդես ինչ մշակաբույսեր աճեցնեն, ինչ տեսակի աճեցնեն, որպեսզի շուկայում լինի դրա պահանջարկ եւ լինի մրցունակ։ Օրինակի համար ամբողջ աշխարհը խաղողի արտադրության մեջ գնում է սեղանի խաղողը որպես այդպեսին ամբողջ աշխարհում էլ կորիզով խաղող հազվադեպ կգտնես, որովհետև սեղանի խաղողը հիմնականում առանց կորիզ է։ Մեզ մոտ առանց կորիզ երևի քիչ միշնա կարող մի երկու սորտ էլ լինի։ Այսինքն դու արդեն պիտի քո խաղողագործներին ուղղորդես այնպիսի սորտեր իրենք աճեցնեն, որը միջազգային շուկայում ընդունված է եւ ունի պահանջարկ։ Երբ որ դու մնացել ես այս հին ամեն ինչի հույսին, դու չես կարող առաջ գնալ, դու չես կարող շուկա դիվերսիֆիկացնել, դու չես կարող արտահանություն նորմալ կազմակերպել։ Ունենալով լոգիստիկ խնդիր, որակի հետ կապված խնդիր ու բազմաթիվ այլ խնդիրներ։ Եվ փաստացի մենք հիմա չունենք այդ ամեն ինչը ստացվում է եւ ունենք շատ մեծ խնդիր Ռուսաստանի շուկայի փակման մասով մեզ համար։ Հիմա ո՞րն է այս պահին իրավիճակի ելքը ո՞րն է։ Չգիտեմ։ Որ ելք լիներ, ես հաստատ կասեի, ես չունեմ ելքի հետ կապված որևէ նախնական ապրանքի վերամշակում իրականացնեն, պահածոյացնեն, տարբեր տիպի ապրանքներ ստանան, վերամշակված կիսաֆաբրիկատներ ստանան, որ հետագայում հնարավորություն լինի վաճառել, միակ տարբերակը դա է, բայց ծաղկի պարագայում տարեկան էլ մի 50-60 միլիոն դոլարի ծաղիկ արտահանում, իսկ ծաղիկի պարագայում ոչ մի տարբերակ չկա։ Ինքը ծաղկելու է թափի։ Այսինքն գյուղացին փաստացի դուժելու է այնքան ժամանակ, ինչեւ փորձեն ինչ-որ բան կարգավորել։ Բարի, ցավոք։ Շնորհակալություն, պարոն Սականյան։